Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոր սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջին ամիսներին։ Նրա խոսքով նոր սահմանադրության մեջ 1990 թվականի անկախության հռչակագրին հղում չպետք է լինի։ Փաշինյանն անդրադարձել է նաև TRIP-ի երկաթուղային նախագծին, նշելով, որ այն Հայաստանի երկաթուղային համակարգը կկապի միջազգային ցանցին։ Նրա խոսքով երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, սակայն գտնվում է ռուսական կառավարման ներքո։ Փաշինյանը Ռուսաստանին առաջարկել է ճկունություն ցուցաբերել եւ կոնցեսիայի իրավունքը փոխանցել Հայաստանի ու Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի։ Վարչապետը նաև նշել է, որ նոր սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը պատրաստվում է դիմել սահմանադրական դատարան։ Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ԿՊ-ն խախտել է ԱԺ կանոնակարգը։ Խոսքը մասնավորապես ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունն ընդմիջելու որոշման մասին է։ Կարապետյանի խոսքով խմբակցությունը այդ հարցով իրավական գործընթաց է սկսում։ Նա նաև քննադատել է կառավարության ներկայացրած ծրագիրը, այն գնահատելով խնդրահարույց։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ TRIP նախագծի երկաթուղին անցնելու է Նռնաձոր-Ագարակ հատվածով։ Նրա խոսքով Հայաստանի տարածքը Ադրբեջանի միջոցով կապվելու է Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի ուղղությունների հետ։ Վարչապետը նշել է, որ նախագիծը Հայաստանը կներառի միջազգային երկաթուղային ցանցում։ Նրա գնահատմամբ սա Հայաստանի համար պատմական հնարավորություն է։ Փաշինյանը նաև նշել է, որ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է։ Ռուսաստանից Հայաստան հերթական բեռն է տեղափոխվել Ադրբեջանի տարածքով։ Բիլեջերի կայարանից Բոյու Քեսիկի ուղղությամբ ուղարկվել է պրոպանով լի 7 երկաթուղային վագոն։ Բեռի ընդհանուր քաշը կազմում է 242 տոննա։ Փաշինյանը հայտարարել է, որ չի մոռացել իր նախկին հայտարարությունը՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Նրա խոսքով այդ արտահայտությունը Հայաստանի համար շրջադարձային նշանակություն է ունեցել։ Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը իր գնահատմամբ Հայաստանի պետականությունն ու ապագան զրոյացնելու նախագիծ էր։ Նա նշել է, որ իր կառավարությունը Ղարաբաղին նախորդող նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան $1 միլիարդ հավելյալ ֆինանսավորում է հատկացրել։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը չպետք է իր ապագան փնտրի հարևան երկրների տարածքներում։ Նրա խոսքով այժմ Հայաստանը գտնվում է ապագայի խաչմերուկում։ Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունում Հայաստանի քաղաքացիների համար կներդրվի e-վիզա համակարգ։ Առաջին փուլում համակարգում ներառվելու են Հայաստանի, Սիրիայի եւ Նիգերիայի քաղաքացիները։ Նոր կարգով գործող հյուպատոսական վիզայի ընթացակարգը կփոխարինվի էլեկտրոնային դիմումի համակարգով։ Մուտքից առաջ նախատեսվում են անվտանգության լրացուցիչ ստուգումներ։ Խիստ վերահսկողություն է սահմանվելու նաև օտարերկրյա ուսանողների նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի հետաքրքրությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ սպառված է։ Նա նշել է, որ ՀԱՊԿ-ին ուղղված Հայաստանի հարցերը պատասխաններ չեն ստացել։ Փաշինյանի խոսքով առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու որևէ ծրագիր Հայաստանը չունի։ Նա նաև վստահեցրել է, որ Հայաստանը չի պատրաստվում ակտիվացնել աշխատանքը կառույցում։ Փաշինյանը հայտարարել է, որ ուրախ կլինի, եթե ՀԱՊԿ-ը որոշի հեռացնել Հայաստանին։ Նրա խոսքով այդ դեպքում Հայաստանը կազատվի կառույցից դուրս գալու երկընտրանքից։ Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը պահանջել է, որ Իսրայելը դադարեցնի Հորդանան գետի արևմտյան ափին բնակավայրերի ընդլայնման ծրագրերը։ Կալասը հատկապես անդրադարձել է Երուսաղեմից արևել գտնվող E1 տարածքին, ընդգծելով, որ այդ նախագծերը միջազգային իրավունքի համաձայն անօրինական են։ Նրա խոսքով այդ տարածքում ավելի քան 1200 բնակելի միավորի կառուցումը կարող է լրջորեն վնասել երկու պետությունների սկզբունքով կարգավորման հեռանկարներին։ Կալասը նշել է, այդ ծրագիրը կարող է բաժանել արևմտյան ափը երկու մասի եւ մեկուսացնել արևելյան Երուսաղեմը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, երկրի թշնամիները ցանկանում էին Իրանը կործանել։ Նրա խոսքով նրանք կարծում էին, որ Իրանի վրա հարձակվելու եւ ճնշումը մեծացնելու դեպքում երկիրը կվերածվի Վենեսուելայի։ Փեզեշքյանը պնդել է, այդ հաշվարկները չեն արդարացրել։ Նրա խոսքով Իրանը ոչ միայն չի կործանվել, այլև զարմացրել է աշխարհին իր դիմացկունությամբ։ Իրանի նախագահը հատկապես ընդգծել է երկրի համախմբվածությունը հակամարտության պայմաններում։ Ադրբեջանը Ռուսաստանից պահանջել է արձագանքել ռուսական լրատվամիջոցներում Ադրբեջանի նկատմամբ տարածվող բացասական տեղեկատվությանը։ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆայևը հայտարարել է, դա խոչընդոտում է երկու երկրների դաշնակցային համագործակցության զարգացմանը։ Նրա խոսքով առնվազն 96 ռուսական լրատվական հարթակներ եւ ալիքներ Ադրբեջանը ներկայացնում է որպես Ռուսաստանի համար ոչ բարեկամական պետություն։ Բաքուն ռուսական կողմի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ղեկավարության հասցեին հնչող վիրավորական եւ սադրիչ հայտարարությունների վրա։ Դեսպանը հայտարարել է, Բաքուն այդ իրավիճակը համարում է աննորմալ եւ անընդունելի։
Washington Post-ի փոխանցմամբ Իրանի հետ պատերազմի ընթացքում վիրավորված կամ զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 774-ի։ Պենտագոնի տվյալներով նրանցից 18-ը զոհվել են, իսկ 756-ը ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ Վերջին օրերին վիրավորների ցուցակում ավելացել են տասնյակ նոր զինծառայողներ։ Թվի աճը տեղի ունեցել այն պայմաններում, երբ վերջին շաբաթներին ԱՄՆ-ն հիմնականում հրադադարի վիճակում էր Իրանի հետ։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է. տնտեսական պատերազմի շարունակության դեպքում Հորմուզի նեղուցով նավթի արտահանումը կարող է ամբողջությամբ դադարեցվել։ Նրա խոսքով այդ դեպքում նավթի ոչ մի կաթիլ չի արտահանվի նաև Պարսից ծոցի այլ հատվածներից։ Ռեզային զգուշացրել է, որ ամերիկյան տնտեսական պատերազմին ցանկացած երկրի մասնակցությունը կամ աջակցությունը Իրանը կարող է դիտարկել որպես պատերազմի ակտ։ Ուկրաինայում Եվրամիության դեսպան Կատարինա Մատերնովան հայտարարել է. Ռուսաստանի պատասխան հարվածները նվազեցրել են Ուկրաինայի դաշնակիցների լավատեսությունը։ Նրա խոսքով վերջին հարձակումների պատճառով տրամադրությունը ավելի վատ է դարձել նախորդ ամիսների համեմատ։ Մատերնովան նշել է իրավիճակի փոփոխությունը կապված է Ռուսաստանի հարվածների ակտիվացման հետ։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր. Ռուսաստանը ուժեղացրել է հարվածները Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի ուղղությամբ։ Նրա խոսքով դրանք պատասխան են Ուկրաինայի կողմից Ռուսաստանի քաղաքացիական արդյունաբերության եւ լոգիստիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներին։ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի եւ ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման ուղղված միջնորդական ջանքերին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Ալիմովը։ Նրա խոսքով Մոսկվան պատրաստ է աջակցել նաև Մերձավոր Արևելքում կայունության պահպանմանը։ Ռուսական կողմը առաջարկում է հակամարտությունների փուլային կարգավորում եւ վստահության միջոցների հաստատում։ Մոսկվան նաև կարևորում է ընդհանուր անվտանգության սկզբունքի պահպանումը եւ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության ապահովումը։ Փաստաբանական կազմակերպության հաղորդմամբ դատարանն ամբողջությամբ մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի զրպարտչական տեղեկությունները հերքելու եւ փոխհատուցում վճարելու պահանջով։ Հայցը վերաբերում էր Սիմոնյանի հայտարարություններին, որոնցում նա Քոչարյանին անվանել էր օտար, մարդասպան, կոռումպացված անձ եւ թալանչի։ Սիմոնյանը նաեւ պնդել է, որ Քոչարյանը Հայաստանը դիտարկել է որպես գումար վաստակելու վայր։ Դատարանը հայցը մերժել է իրավական պատճառաբանությամբ, սակայն փաստաբանական կազմակերպությունը նշել է, որ այդ հիմնավորումը չի մեկնաբանվի։ Միաժամանակ ընկերությունը հարց է բարձրացրել, թե ինչ հիմքով է Քոչարյանը ակնկալում այդ հայտարարությունների հերքումը։ Աժ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 4-րդ հանրապետությունն արդեն հիմնադրված է եւ իրականություն է։ Նրա խոսքով հունիսի 7-ին հանրաժողովուրդը քվեարկել է իրական Հայաստանի գաղափարախոսության օգտին։ Փաշինյանը նշել է, որ ընտրությունների արդյունքը պատմական է։ Ըստ վարչապետի, այդ արդյունքը ձևակերպում է Հայաստանի Հանրապետության գործառույթային նշանակությունը։ Նրա հայտարարության համաձայն հենց այս քվեարկությունն է հիմք ստեղծել 4-րդ հանրապետության համար։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցերը։ Օրակարգում եղել են քաղաքացիության տրամադրման գործընթացների արդյունավետ կազմակերպումը եւ գործող իրավակարգավորումների կատարելագործումը։ Սարգսյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը եւ ապահովել պետություն-քաղաքացի կայուն իրավական կապը։ Քննարկման ընթացքում ներկայացվել են քաղաքացիություն ստանալու, վերականգնելու եւ հարակից գործընթացների վերանայման առաջարկներ։ ՆԳ նախարարը հանձնարարել է թեթը վերջնական տեսքի բերել եւ ներկայացնել հանրային քննարկման։ ՌԴԱԳ-ն մամուլի քարտուղար Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մեծամորիա ԱԵԿ-ը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի առանցքային տարրն է։ Նրա խոսքով ատոմակայանը արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը։ Զախարովան նշել է, որ մատչելի էլեկտրաէներգիայի կայուն արտադրությունը տարիներ շարունակ նպաստել է Հայաստանի արդյունաբերության զարգացմանը։ Նրա գնահատմամբ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը ինքնիշխանության եւ էներգետիկ անվտանգության գործոն է։ Զախարովան պնդել է, որ Մեծամորիա ԱԵԿ-ի գործունեության դադարեցումը կմեծացնի Հայաստանի էներգետիկ կախվածությունը արտաքին աղբյուրներից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի նախագիծն ակտիվորեն առաջ է մղվում Ադրբեջանի տարածքում։ Նրա խոսքով Ադրբեջանի հիմնական հատվածում աշխատանքները նախատեսվում է ավարտել հաջորդ տարի, իսկ Նախիջևանում դրանք արդեն մեկնարկել են։ Ալիևը հայտնել է, որ Բաքուն ցանկանում է ստեղծել միջազգային կոնսորցիում, նախագծում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող պետությունների եւ ընկերությունների համար։ Նա նաեւ նշել է, որ աշխատանքներն իրականացվում Հայաստանի տարածքում եւ այդ մասին ադրբեջանական կողմին տեղեկացնում են ամերիկացի գործընկերներ։ Ալիևի խոսքով Հայաստանի տարածքում շինարարական աշխատանքները կարող են սկսվել այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին։
Զինծառայող Էդգար Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է։ Օգոստոսի 23-ին ՊՆԷ Զորամասի զինծառայող Էդգար Գևորգյանի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով։ 22-ամյա զինծառայողը Երևանից էր եւ ծառայել է Վայքի զորամասերից մեկում։ Դեպքի հանգամանքներն ամբողջությամբ բարձելու նպատակով ընթանում է քննություն, իսկ ՊՆ զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքին, հարազատներին եւ ծառայակիցներին։ Ուկրաինայի Սումի մարզում ռուսական ԱԹՍ-ները հարվածել են ամերիկյան Mondelez ընկերության գործարանին։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի խոսքով 2 ռուսական անօթաչու թռչող սարք վնասել է գործարանի տարածքը։ Հարձակման հետևանքով մի քանի աշխատակից վիրավորվել է։ Սիբիգան նշել է, նման հարձակումները հարված են ոչ միայն Ուկրաինային, այլև Եվրոպայում ամերիկյան տնտեսական շահերին։ Իրանն ու Թուրքիան պատրաստվում են կառուցել նոր երկաթուղային գիծ, որը Չեշմե-Սորայան սահմանային անցակետով կմիացնի երկու երկրների երկաթուղային ցանցերը։ Հավարան, Թավրիզ, Մարան, Չեշմե-Սորայան նախագծի պայմանագիրը նախատեսվում է ստորագրել առաջիկայում։ Իրանի երկաթուղիների գլխավոր տնօրեն Ջաբալ Ալի Քազերին հայտնել է, անհրաժեշտ համաձայնությունները արդեն ստացվել են։ Նոր գծի երկարությունը կկազմի շուրջ 324 կիլոմետր, իսկ շինարարությունը նախատեսվում է սկսել պայմանագրի ստորագրումից հետո։ Նրա խոսքով նախագիծը կդառնա Իրանի արևելք-արևմուտք երկաթուղային միջանցքի կարևոր հատվածը եւ կապահովի կապ Թուրքիայի երկաթուղային համակարգի հետ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության երկրները փորձում են նախապես ազատվել պատասխանատվությունից Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ Նրա խոսքով Մոսկվան իրավունք ունի եվրոպական երկրների ազդեցությունը Ռուսաստանի տարածքին հասցվող հարվածների վրա դիտարկել որպես պատերազմի մասնակցություն։ Լավրովը նշել է Մեծ Բրիտանիայի, Բրյուսելի, Փարիզի եւ Բերլինի գործողությունները։ Նա հայտարարել է Ռուսաստանը հաշվի առնում ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության երկրների քայլերը։ Լավրովը նաեւ ընդգծել է եվրոպական երկրների փորձը նախապես պատասխանատվությունից խուսափելու հարցում չի ստացվի։ Իրանի խորհրդանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար գանձելու դրույթը։ Վճարները նախատեսվում են ծովային եւ բնապահպանական ծառայությունների, անվտանգության, լիցքավորման եւ այլ ծառայությունների դիմաց։ Դրանք հնարավոր կլինի վճարել իրանական ռիալով կամ Իրանի կողմից ընդունելի այլ արժույթով։ Հանձնաժողովի ներկայացուցիչ Հասան Քաշքավին ընդգծել է նաև արաբնյա պետությունների իրավունքներն ու ինքնիշխանությունը։ Նրա խոսքով նավագնացության ազատության հետ մեկտեղ պետք է պահպանվեն նաև Հորմուզի ափերին գտնվող երկրների անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, դիվանագիտությունը կարող է պատերազմի ավարտին հասցնել մինչև 2027 թվականի ամռան վերջը։ Նրա խոսքով հնարավորությունների հիմնական ժամանակահատվածը սկսվում է ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովից եւ ձգվում մինչև 2027 թվականի ամառվա ավարտը։ Զելենսկին նշել է, դրանից հետո ԱՄՆ-ում մեկնարկում են նախագահական ընտրությունները։ Նա հայտարարել է, եթե մինչև այդ բանակցողները չհասնեն համաձայնության, պատճառը լիովին հասկանալի կլինի։ Ուկրաինայի առաջնորդ խոսքով Պուտինը չի ցանկանում գնալ երկխոսության եւ ձգտում է առավելագույն էսկալացիայի։ Ռուսաստանի Ադիգեայի, Ստավրոպոլի երկրամասի եւ Դաղստանի տարածքներում հարձակման են ենթարկվել Օզոնի 3 լոգիստիկ կենտրոններ։ Ընկերության հաղորդմամբ աշխատակիցները տարհանվել են օգոստոսի 24-ի գիշերը եւ առավոտյան։ Մախաչկալայի պահեստում կան տուժածներ, իսկ այնտեղ բռնկված հրդեհի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Միաժամանակ անօթաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել Կրասնոդարը, որտեղ բեկորների ընկնելու հետևանքով զոհվել է 2 երեխա, եւս 7 երեխա եւ 2 մեծահասակ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց։ ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ բրիգադի գեներալ Մոհսեն Մոհեբին հայտարարել է, Իրանը ԱՄՆ-ի յուրաքանչյուր քայլի համար գործողությունների սցենար է նախապատրաստել։ Նրա խոսքով ԱՄՆ նախագահի հայտարարությունը ամենակոշտ տնտեսական պատերազմը սկսելու մասին վկայում է Վաշինգտոնի ռազմական ոլորտում պարտության մասին։ Վերջինս նշել է, ԱՄՆ-ի տնտեսական ճնշումը Իրանի նկատմամբ շարունակվում է արդեն 47 տարի։ Նա հայտարարել է, Թեհրանն ունի ծրագիր տնտեսական պատերազմի հետևանքները նվազագույնի հասցնելու եւ այլ երկրների հետ առևտրային կապերը պահպանելու համար։ ԻՀՊԿ ներկայացուցիչը նաև հայտարարել է, մենք շրջանցում ենք Ամերիկան եւ դուք արդյունքը կտեսնեք մոտ ապագայում։
ԱՄՆ հայոց կաթողիկոս Գարեգին II շնորհակալություն է հայտնել իր ծննդյան տարեդարձի առթիվ ստացած ջերմ շնորհավորանքների, անկեղծ մաղթանքների եւ զորակցության խոսքերի համար։ Նա նշել է, որ գոհություն եւ փառք է հայտնում երկնավորին, Սուրբ Եկեղեցուն, հայ ժողովրդին եւ հայրենիքին ծառայելու շնորհի համար։ Վեհապար հայրապետն ընդգծել է, որ այդ ծառայության ընթացքում մշտապես զգացել է բարեպաշտ ժողովրդի, հոգեվորականների եւ բարերար հայրենիքների զորակցությունը։ Նրա խոսքով հայ ժողովուրդն այսօր ազգովի փորձությունների միջով է անցնում, սակայն ամուր հավատն ու միասնությունը հնարավորություն կտան հաղթահարելու կյանքի բոլոր նեղությունները։ Գլխավոր դատախազությունը պատրաստվում է դատարան ներկայացնել պետության եւ համայնքային շահերի պաշտպանության հայցեր Ալավերդիում 2000-ից 2005 թվականներին մասնավորեցված 6 մանկապարտեզների վերադարձի նպատակով։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը օգոստոսի 19-ից 20-ին աշխատանքային հայցով գտնվել է Լոռու մարզում եւ այցելել այդ մանկապարտեզների տարածքները։ Խոսքը Սանահին Սարահար թաղամասի առաջին զանգվածում, երրորդ զանգվածում գտնվող թիվ 9, Էնգելս թաղամասի թիվ 5 եւ թիվ 12, Ջերավազան փողոցի թիվ 4 եւ Զորավար Անդրանիկի 8-3 հասցեի թիվ 8 մանկապարտեզների մասին է։ Լոռու մարզի դատախազ Մովսես Անտոնյանը հայտնել է, որ գույքերի մասնավորեցման իրավաչափությունն ուսումնասիրելու արդյունքում նախապատրաստվում են համապատասխան հայցեր։ Այդ գործերից մեկով արդեն հայց է ներկայացվել իրավասու դատարան։ Աննա Վարդապետյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ապօրինի օտարված մանկապարտեզները Ալավերդի համայնքին վերադարձնելու ուղղությամբ եւ սահմանել է կատարման ժամկետներ։ Արտաքին գործերի նախարարությունը փոխհատուցում է տրամադրել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով չվերթների չեղարկումից տուժած ՀՀ քաղաքացիներին։ Ծրագրի շրջանակում փոխհատուցվել են վերադարձի կամ տարանցիկ չվերթների չեղարկումից հետո նոր ավիատոմսեր ձեռք բերած 902 քաղաքացիների ծախսերը։ Խոսքը այն դեպքերի մասին է, երբ քաղաքացիների Հայաստան վերադառնալու կամ տարանցիկ ճանապարհով մեկնելու համար նախատեսված չվերթները չեղարկվել են տարածաշրջանում ռազմական գործողությունների պատճառով։ Այդ քաղաքացիները ստիպված են եղել նոր ավիատոմսեր ձեռք բերել ճանապարհը շարունակելու կամ Հայաստան վերադառնալու համար։ ԱԳՆ-ի ծրագրի շրջանակում նրանց վերադարձվել են նոր ավիատոմսերի ձեռքբերման համար կատարված ծախսերը։ Պաշտպանության նախարարությունը հերքել է ճամբարակի ողբերգական դեպքի վերաբերյալ տարածվող տեղեկությունները։ ՊՆ-ի փոխանցմամբ դժբախտ պատահարին չի նախորդել զինծառայողների միջև ծածկրտուք։ Նախարարությունը նաև հերքել է տեղեկությունը, թե զինվորները դեպքի պահին հակագազով վազել են։ ՊՆ-ն նշել է, որ դեպքի հանգամանքների վերաբերյալ տարածվել են իրականությանը չհամապատասխանող եւ կեղծ տեղեկություններ։ Նախարարությունը կոչ է արել չտարածել չճշտված տեղեկություններ եւ առաջնորդվել միայն պաշտոնական հաղորդագրություններով։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 9 վագոն ցորեն եւ 1 վագոն պրոպան։ Բերը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի Բիլաջարի կայարանից։ Նշվում է, որ մինչ այժմ Ռուսաստանի տարածքից Ադրբեջանով տարանցիկ ճանապարհով Հայաստան է ուղարկվել ավելի քան 49000 տոննա հացահատիկ։ Նույն ճանապարհով Հայաստանը տեղափոխվել նաև 9000 տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ եւ 67 տոննա փայտանյութ։ Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան արտահանվել է շուրջ 15000 տոննա դիզելային վառելիք եւ մոտ 5000 տոննա AI-92 եւ AI-95 տեսակի բենզին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին 2026-ից 2027 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդ է տրամադրվել։ Համապատասխան որոշումը կայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 21-ին։ Որոշման փոխվարչապետի արձակուրդը սահմանվել է 2 աշխատանքային օր։ Մհեր Գրիգորյանը արձակուրդում կլինի սեպտեմբերի 3-ից 4-ը ներառյալ։ Հիդրոերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում։ Փոշուպարունակությունը սահմանային թույլատրերի կոնցենտրացիան գերազանցել է կենտրոնում օգոստոսի 13-ից 17-ը, իսկ Արաբկիրում օգոստոսի 15-ից 16-ը։ Շենգավիթում եւ Նորնորքում փոշուպարունակության գերազանցում չի արձանագրվել։ ՆԱՏՕ-ն մտահոգված է Ֆրանսիայում նախագահի հնարավոր փոփոխությամբ, քանի որ նոր ղեկավարը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել ռազմական դաշինքի համար։ Այս մասին հայտնում է Պոլիտիկոն։ Հրապարակման հեղինակները վկայակոչելով սոցիոլոգիական հարցումների արդյունքները նշում են. Ֆրանսիայի նախագահի պաշտոնի 2 թեկնածուներ այժմ վայելում են բնակչության ամենաբարձր աջակցությունը։ Խոսքը Մարին Լպենի մասին է, որը հանդես է գալիս Հյուսիսատլանտյան դաշինքի Միացյալ Հրամանատարությունից Ֆրանսիայի դուրս գալու օգտին։ Մյուս թեկնածուն Ժան-Լյուկ Մելաշոնն է, որը ցանկանում է Ֆրանսիայի ամբողջական դուրս գալը ՆԱՏՕ-ից։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է հակասեմիտ բռնապետ։ Իսրայելական կողմը հայտարարել է շարունակելու է հակազդել Անկարայի տարածաշրջանը ապակայունացնելու քայլերին։ Նեթանյահուի գրասենյակից Էրդողանին մեղադրել է նաև քրդերի սպանություններին մասնակցելու, Համասին աջակցելու եւ սեփական քաղաքացիների նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ։ Միաժամանակ Թուրքիան հայտարարել է ցանկանում է Նեթանյահուի նկատմամբ միջազգային ձերբակալման օրդեր ստանալ, նրան մեղադրելով Գազա ուղևորվող հումանիտար նավատորմի դեմ գործողությունների հետ կապված ցեղասպանության մեջ։ Ռուս սենատոր Ելենա Պերմինովան հայտարարել է Ուկրաինայի իշխանությունների անպատիժ արկածների ժամանակն ավարտվում է, մեկնաբանելով տեղեկությունները, թե Թրամփը մերժել է Վոլոդիմիր Զելենսկու խնդրանքը թույլատրել Starlink-ի օգտագործումը Ռուսաստանի խորքում ուկրաինական անօթաչուների հարվածների համար։ Նրա պնդմամբ ԱՄՆ-ում հասկանում են, որ Զելենսկու ռազմական էսկալացիան մեծացնելու ձգտումը խոչընդոտում է հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Նա նաև հայտարարել է Արևմուտքում արդեն հոգնել են Կիևի շարունակական պահանջներից։ Սենատորի կարծիքով Թրամփի ներկայիս վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ կարող է պայմանավորված լինել ԱՄՆ կոնգրեսի նախընտրական պայքարով, իսկ ընտրություններից հետո նրա վերաբերմունքը Ուկրաինայի նախագահի նկատմամբ կարող է ավելի կոշտ դառնալ։ Իրանը Իրաքի նավերին թույլատրել է ազատ անցնել Հորմուզի նեղուցով, վերացնելով հատուկ թույլտվություն ստանալու պահանջը։ Մինչ այս իրաքյան նավթատարները նեղուցով կարող էին անցնել միայն հատուկ թույլտվություն ստանալուց հետո։ Թեհրանի որոշումը Բաղդադի հիմնական խնդրանքներից մեկն էր Իրանի խորհրդանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի Իրաք կատարած այցի ընթացքում։ Իրանի իշխանությունները պատրաստ են ճիշտ գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփի խոսքով Իրանը ցանկանում է գործարք կնքել, սակայն պատրաստ չէ իր համար ճիշտ պայմանների։ Իրանի սահմանապահները Սարավանի շրջանում կանխել են զինված խմբի երկրի տարածքներ թափանցելու փորձը։ Հարձակողներից մեկը սպանվել է, իսկ մյուսները նահանջել են, վերադառնալով սահմանից այն կողմ։ Իրանի ոստիկանության ներկայացուցիչ բրիգադի գեներալ Սաիդ Մոնթազեր Ալ-Մահդին հայտնել է, սահմանապահները նկատել են զինված խմբի տեղաշարժը։ Ենթադրվում է, որ խումբը մտադիր էր թափանցել Իրան եւ դիվերսիա իրականացնել։ Բախումից հետո շրջանի սանրազրման ընթացքում իրանական ուժայինները հայտնաբերել եւ առգրավվել են զենք եւ կապի միջոցներ։ Իրանը վերջին մեկ տարվա ընթացքում կրկնապատկել է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արտադրությունը եւ այժմ ծրագրում է դրա ծավալները եռապատկել։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Ռեզա Թալեյնիկը։ Նրա խոսքով 12-օրյա պատերազմից հետո արտադրությունը կրկնապատկվել է, իսկ սպառազինության առանձին ռազմավարական տեսակների թողարկումն աճել է ավելի քան 3 անգամ։ Իրանի պաշտպանական արտադրական շղթայում այժմ ընդգրկված են ավելի քան 9000 մասնավոր եւ գիտատեխնոլոգիական ընկերություններ, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում հետազոտական նախագծերի 76%-ը հասցվել է պատրաստի արտադրանքի ստեղծման փուլին։ Վերջինիս պնդմամբ Իրանը հրթիռային ներուժով մտնում է երկրների առաջին տասնյակի մեջ, իսկ անօթաչու սարքերի ոլորտում համարվում է առաջատար պետություններից մեկը։ ՀՀՆԳ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը հայտնել է, որ թիմ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներն արդեն հրապարակվել են։ Ցուցակները հասանելի են elections.mia.gov.am հարթակում ներբեռնման հնարավորությամբ։ Սեպտեմբերի 27-ին ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Թումանյան եւ Լերմոնտովո, ինչպես նաեւ Կոտայքի մարզի Արձենի համայնքներում։ Օգոստոսի 22-ին եւ 23-ին մի շարք բաժիններ կաշխատեն ժամը 9:00-ից մինչև 17:00 տեխնազոներին անհրաժեշտ տեղեկանքները տրամադրելու համար։ Քաղաքացիներին հորդորում են նախապես ստուգել իրենց տվյալները եւ ճշտել ընտրատեղամասը։ Մասնագիտական ուսումնական հաստատությունների թափուր տեղերի համար մեկնարկել է դիմում հայտերի ներկայացման փուլը։ Դիմել կարող են այն դիմորդները, որոնք առաջին փուլում մասնակցել են քննությանը, ստացել դրական միավոր, սակայն մրցույթի արդյունքում չեն ընդունվել։ Հայտերը հնարավոր է ներկայացնել մինչև օգոստոսի 24-ը ժամը 18:00-ն։ Գործընթացն ամբողջությամբ թվայնացված է եւ իրականացվում է my.emis.am հարթակի միջոցով։ Դիմորդը կարող է ընտրել մեկ մասնագիտական ուսումնական հաստատություն եւ մեկ մասնագիտություն անվճար կամ վճարովի ուսուցման հիմքով։ ՀԱԿՎ միավարման համակարգող Ավետիք Չալաբյանը 2 ամիս ազատազրկվելուց հետո ազատ է արձակվել։ Երևանի առաջին այցանի դատարանը վերցրել է նրա կալանքի որոշումը եւ Չալաբյանը դատարանի դահլիճից դուրս է եկել ազատության մեջ։ Նա շնորհակալություն է հայտնել ընտանիքին, փաստաբաններին, աջակիցներին, ՀԱԿՎ-ի անդամներին եւ իր ազատության համար պայքարած բոլոր մարդկանց։ Չալաբյանը հայտարարել է, որ տեղի ունեցածը ցույց է տալիս հասարակության դիմադրության ոգին չի կոտրվել, իսկ հետևողական պայքարը կարող է արդյունք տալ։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ
պայքարը չի ավարտվել եւ շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ իր խոսքով Հայաստանի եւ Բաքվի բանտերից դուրս գան բոլոր քաղաքական բանտարկյալներն ու պատանդները։ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնատիո Կասիսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ-նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Կասիսը նշել է, որ ուրախ է շարունակելու տարիների ընթացքում ձևավորված սերտ եւ կառուցողական համագործակցությունը։ Նա բարձր է գնահատել Հայաստանի ԱԳ-նախարարի հետ ունեցած շփումները։ Շվեյցարիայի ԱԳ-նախարարը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը կարող է առավել ամրապնդել երկու երկրների հարաբերությունները։ Նա ընդգծել է Հայաստանի եւ Շվեյցարիայի միջև երկարամյա ու վստահության վրա հիմնված կապերի կարևորությունը։ Հայաստանն ու Հարավային Սուդանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել։ Օգոստոսի 19-ին Նյու Յորքում համապատասխան համատեղ կոմյունիկեն ստորագրել են ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարուր Հովհաննիսյանը եւ Հարավային Սուդանի մշտական ներկայացուցիչ Սեցիլիա Ադենգը։ Փաստաթուղթը վերաբերում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն։ Այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Լիանա Մանուկյանը։ Նրա ընտրությունը տեղի ունեցել փակ քվեարկությամբ։ Լիանա Մանուկյանի տեխնացությանը կողմ է քվեարկել 57 падգամավոր դեմ 39։ Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, ԱՄՆ-ն ավիակիրները հեռացրել է Իրանի ափերից, հաշվի առնելով իրանական հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի կիրառումը։ Նրա խոսքով ամերիկյան նավերը ներկայում գտնվում են Իրանի ափերից եւ տարածքային ջրերից բավական հեռու։ Ջալալին նշել է, այդ հանգամանքը կարելի է կապել հակամարտության ընթացքում իրանական հրթիռների եւ ԱԹՍ-ների կիրառման հետ։ Նրա խոսքով ամերիկյան նավերի վիճակի վերաբերյալ հաղորդումների ֆոնին Իրանին կարծես թե անհրաժեշտություն չկա դրանց ուղղությամբ հարվածներ հասցնելու։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Կիևի մարզի Բրովարի քաղաքում Նովայա Պոչտայի խոշոր տեսակավորման եւ լոգիստիկ համալիրին հասցված հարվածի մասին։ Ռուսական կողմի տվյալներով թիրախավորվել են նաեւ Չեռնոմորսկի եւ Յուժնի նավահանգիստներում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված ռազմական գույքի պահեստներն ու վառելիքի տարողությունները։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ հարված է հասցվել նաեւ Դարնիցիա դեպոյին։ Գերատեսչությունը պնդում է, այնտեղ սպասարկում էին ուկրաինական բանակի համար սպառազինություն եւ ռազմական տեխնիկա տեղափոխող լոկոմոտիվները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, Հորմուզի նեղուցը ներկայում դիտարկում է որպես ԱՄՆ-ի տարածք։ Նրա խոսքով այդ մոտեցումը պայմանավորված է Իրանի նավահանգիստների եւ նավափոխադրումների նկատմամբ շարունակվող ամերիկյան շրջափակմամբ։ Թրամփը նաեւ հայտարարել է, դեռևս պարզ չէ արդյոք ԱՄՆ-ն հաղթել է հակամարտությունում։ Ելույթի ընթացքում նա կատակով անդրադարձել է Իրանի դեմ նոր հարվածների հնարավորությանը, հարցնելով. «Վերադառնա եւ մի քիչ ռմբակոծի Իրանը»։ Quantum Systems ընկերությունը հայտարարել է էլեկտրական դրոնի արագության նոր համաշխարհային ռեկորդի մասին։ Apex Record Hunter անվանումով տեխնոլոգիայի ցուցանիշը գերազանցել է մինչև 699 կմ/ժ արագություն։ Նախորդ ցուցանիշը կազմել էր 657.59 կմ/ժ, սակայն նոր ռեկորդը դեռևս չի գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում։ Դրոնը ստեղծվել է որպես արագընթաց էլեկտրական որսացող, որը նախատեսված է մարտական պայմաններում հարվածային ԱԹՍ-ներին որսալու համար։ Բարձր արագությունը պետք է թույլ տա արագ արձագանքել եւ հասնել ժամանակակից մարտական անօդաչու սարքերին։ Անօդաչու թռչող սարքերի հարվածի է ենթարկվել Ռուսաստանի Սամարայի մարզի Չապաևսկ քաղաքում գտնվող Օզոնի խոշոր լոգիստիկ կենտրոնը։ Հարվածից հետո պահեստային համալիրում խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքը հաստատել է Սամարայի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։ Ընկերության տվյալներով հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 500 աշխատակից։ Լոգիստիկ կենտրոնի տարածքը մոտ 135,000 քառակուսի մետր է։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքել է Մաշան եւ Արչեմուրտ սերիալի հեղինակների եւ տարածողների դեմ Ուկրաինայի սահմանած պատժամիջոցներին։ Պեսկովը հայտարարել է, Ուկրաինան պատերազմ է սկսել նաեւ մուլտֆիլմների դեմ։ Նրա խոսքով դա եւս մեկ անգամ ցույց է տալիս իր գնահատմամբ Կիևի ռեժիմի այլանդակությունը։ Պեսկովի հայտարարությունը վերաբերում էր մուլտսերիալի հեղինակների եւ տարածողների նկատմամբ կիրառված սահմանափակումներին։ Թրամփը հայտարարել է, Հորմուզի նեղուցը համարում է ԱՄՆ տարածք։ Նրա խոսքով ԱՄՆ-ն շարունակում է նեղուցով նավագնացության նկատմամբ շրջափակումը եւ վերահսկողություն իրականացնում ջրային ուղու նկատմամբ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով մինչեւ ուրբաթ ամերիկացի զինվորականները վերահասցեավորել էին 68 առևտրային նավ։ Թրամփը հայտարարել է, ԱՄՆ-ն ձգտում է ուժեղացնել տնտեսական ճնշումը Թեհրանի վրա, սահմանափակելով նավագնացությունը Հորմուզով։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին Թրամփի հայտարարությունը դատապարտել է, դրանք անվանելով զառանցանք։
Երևանում օգոստոսի 24-ից 25-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ։ Օգոստոսի 26-ից 28-ին քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 24-ին տեղումներ չեն սպասվում, իսկ օգոստոսի 25-ից 27-ին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 24-ին աստիճանաբար կբարձրանա 3-ից 5 աստիճանով։